Ժողովուրդ ջան, եկեք միասին ասենք փառք Տիրոջը, որ Աստված մեզ կրկին հավաքել է, չէ՞։ Մենք մեկը իրար տեսնում ենք, ուրախանում ենք, ժողովուրդ ջան, որտեղ մենք Աստծո ժողովուրդն ենք։ Եվ որքան ուրախ կլինենք, երբ որ մենք բոլորս հայտնվենք երկնքում, ու այդ արքայության մեջ, այդ հավիտենական հանգստի մեջ կվայելենք այն ուրախությունը, որ արդեն հավիտենական է։ Իսկ երկրավոր ուրախությունը ժամանակավոր է, ժողովուրդ ջան։ Աստված օրհնի բոլորին, ես ուզում եմ կարդալ Ղուկաս ավետարանից 13:22 խոսքից։ Հիսուս քաղաքները, գյուղերը պատասելով կսորվեցներ։ Եվ դեպի Երուսաղեմ ճամփա ելավ, մեկը սավ անոր. Տեր, քիչվոր են անոնք, որ պիտի փրկվեն։ Հետաքրքիր հարց է տալիս Հիսուսին։ Ու հետո հետաքրքիր է ինչ կերպով հարցում, չի ասում շատվոր են, այլ ասում է քիչվոր են։ Անիկա սավ անոնք, ջան քրեք, որ մեր դռներ մտնեք։ Հանձի կսեմ ձեզի, թե շատերը մտնել պիտի ուզեն եւ պիտի չկրնան։ Անկի հետո եւ տանտերը ելնե ու դուրը գործել, եւ դուք դուրսը մնաք, ու սկսեք դուրը զարնել եւ ասել. Տեր, բաց մեզի։ Անալ պատասխան տալով պիտի ասել ձեզ. Ձեր չեմ ճանչնա, ուրկեք։ Այն ատեն պիտի սկսիկ ասել. մենք քո առջևը կերանք ու խմեցինք, եւ դու մեր փողոցներուն մեջ սորվեցուցիր։ Բայց անիկա պիտի ասել ձեզ կսեմ. Ձեզ չեմ ճանչնալ, ուրկեք, մեկնի կեցեք ինձ մեր բոլոր անիրավություն գործողները։ Ժողովուրդ ջան, այս խոսքը ինչ որ պետք է խոսամ, ինչ որտեղ մանվել եղբոր խոսացած խոսքի կարծես շարունակությունը լինի։ Հետաքրքիր է, փորձենք մտածել, այս մարդիկ դուրը ծեծում էին եւ խնդրում էին եւ ասում էին Տեր, բաց մեզի։ Բայց հետաքրքիր է, դրան ետևից ինչ ձայն եկավ։ Ես ձեզ չեմ ճանչնալ, դուք որտեղից եք։ Եվ այդ մարդիկ, որ ուզում էին դռնից ներս մտնել, իրանք ինչ պատճառներ էին բռնում, ժողովուրդ ջան։ Նրանք ինչ էին ասում։ Նրանք ասում էին, որ մենք քո առջևը կերանք, խմեցինք, դու մեր փողոցների մեջ սովորեցրիր մեզի։ Ես վերջերս այս խոսքը որ կարդում էի, մտածում եմ, ասում եմ, հետաքրքիր է, մեր ազգը միշտ հպարտանում է, որ առաջինն ենք մենք ընդունել քրիստոնեությունը, որպես պետական կրոն երրորդ դարում։ Բայց հետաքրքիր է, մտածում եմ, ասում էի, եթե դուրը ծեծողների մեջ հայեր լինեին ու ասեին Տեր, բաց մեզի, որտեղ մենք առաջինը ընդունեցինք քրիստոնեությունը, ո՞նց եք կարծում, այդ դուրը կբացեր Տերը։ Ժողովուրդ, այսօր շատ մարդիկ այդ պատմությունը գիտեն, թե ինչպես է եղել, որ մենք առաջինն ենք ընդունել։ Մեր, ասենք, նախահայրերը, մեր պապերը ժամանակին իրոք անկեղծ սրտով ընդունել են, բայց հիմա եթե մենք նայենք մեր ազգին, մեր ժողովրդին, ինչպիսին է, այդ ճշմարիտ քրիստոնեությունը կա, թե ընդամենը դարել է քրիստոնեությունը ավանդույթ, կրոն, ինչ որ բաներ պահելով մարդը փորձում է Աստծուն հաճելի լինի, բայց հետաքրքիր է, որ պատասխանն ինչ եք լինում, ես ձեզ չեմ ճանաչում։ Դուք որտեղից եք։ Ճիշտ է, մարդ կարող է, ասենք, այս նույն խոսքը շատ նման է Մատթեոս ավետարանի 7-րդ գլխին, որտեղ Տեր Հիսուս ասում է, Մատթեոս ավետարան 7:21, ոչ թե ամեն ով որ ինձի Տեր կսե, պիտի մտնե երկնքի թագավորությունը, հապա անիկա, որ իմ երկնավոր հորս կամքը կկատարի։ Եթե դուք ուշադիր լսում էիք, Հիսուսի Ղուկաս ավետանի մեջ ինչ էին ասում այդ մարդիկ. Տեր, բաց մեզի։ Նրանք էլ էին Տեր ասում, ժողովուրդ ջան։ Հիմա ստեղ նույնպես կարդում ենք, որ Հիսուսն ասում է ոչ թե Տեր ասողները կմտնեն երկնքի թագավորությունը, հապա անիկա, որ իմ երկնավոր հորս կամքը կկատարի։
Եվ ասում շատերը այն օրերը ինձի պիտի Տեր, չէ որ քո անունով մարգարեություն ըրին եւ քո անունով դևեր հանեցին ու քո անունով շատ հրաշքներ ըրին այն ատեն հայտնապես անոնց պիտի ասեմ թե ես բնավ ձեզի չի ճանչնալ մեկդի գացեք քովես դուք որ անօրենություն կգործեիք Հետաքրքիր է չէ Ժորժ ջան այդտեղ ասում անիրավություն կգործեիք ստեղ ասում անօրենություն կգործեիք երկու դեպքում էլ խոսում է մեղքի կյանքի մասին։ Երբ որ մենք կարդում ենք Հովհաննեսի թղթերի մեջ, Հովհաննես առաքյալը այդ մասին գրում է, ես կարդամ մի փոքր այդ տեղը, ուրեմն առաջի թուղթ Հովհաննու 3-րդ գլուխ 3-րդ խոսքը, 3-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Ամեն ով որ այս հույսը անոր վրա ունի, ինքը զինքը կմաքրե, ինչպես անիկա մաքուր է։ Ամեն ով որ մեղ կգործե, անիկա անօրենություն ալ կգործե, եւ բուն մեղքը անօրենություն է։ Եվ գիտենք թե անիկա հայտնվեցավ, որպեսի մեր մեղքերը վերցնե, բայց իր մեջ մեղ չկա։ Ամեն ով որ անոր մեջ կկենա, մեղ չի գործեր։ Հետաքրքիր ասում, ամեն ով որ իր մեջ կկենա, ժողովուրդ ջան։ Սա խոսում է մի հատ շատ կարևոր բանի մասին, եղբայրներ ջան։ Ճիշտ է, ես միգուցե շատ հանգամանքներ կունենամ, որ դուրը փակվելու դեպքում ասեմ, Տեր, ես արդեն քանի տարվա հավատացյալ եմ։ Տեր, ես պաշտամունքին այցելվեցի, մարմինս փշակավ, հուզվեցի։ Շատ հանգամանքներ կարող եմ ունենալ, ժողովուրդ ջան։ Բայց իրականում, գիտեք բանը ինչու՞նն է, մարդ կարող է այդ բաների մեջ լինել, բայց իրականում Աստված ուզում է, որպեսզի մեր կյանքը փոխվի, այսինքն երբ որ դու ձգտում ես լինել Քրիստոսի մեջ, դա խոսում է կյանքի փոփոխության մասին, դու հին կյանքով, հին ապրելակերպով, հին գործերով, հին վարմունքներով, դու չես կարող լինել Քրիստոսի մեջ Որտեղ Քրիստոսի մեջ Քրիստոս կյանքն է գործում, եղբայրներ, որի մեջ խավար չկա, որի մեջ մեղք չկա, անօրենություն եւ անիրավություն չկա, ժողովուրդ ջան։ Ապա ամեն բան նոր է Քրիստոսով։ Եվ դրա համար Աստված ուզում է, որ մենք իրոք լինենք նրա մեջ։ Աստված ուզում է, որ մեր կյանքը փոխված լինի։ Աստված ուզում է, որ մենք Քրիստոսի հետ կապ ունենանք, ժողովուրդ ջան։ Կարող է դու շատ գիտություն ունենաս, գիտելիքներ իմանաս, տեսնես շատերի սխալները տեսնես, վարդապետություն իմանաս, բայց Քրիստոսի հետ եթե կապ չունենաս, ժողովուրդ ջան, այն օրը հաստատ Աստված կասի, ես քեզ չեմ ճանաչում։ Դրա համար ինչքան կարևոր է, որ մենք տեսնենք, նայեք Իսրայել ժողովուրդը շատ հրաշքներ տեսավ, որ կարելի ասել մեր օրերում այնց հրաշքներ մենք չենք տեսել, բայց նայեք ինչ է գրում Կորինթացի թղթի մեջ Պողոս առաքյալը, առաջի Կորինթացի 10-րդ գլուխ առաջի խոսքից, առաջի Կորինթացի 10:1։ Չեմ ուզել, որ չգիտողի պես լավ, եղբայրներ, որ մեր հայրերը բոլորն անպիտակ էին ու ամենքն ծովեն անցան, եւ ամենքն Մովսեսով մկրտվեցան ամպին ու ծովին մեջ, եւ ամենքն նույն հոգեվոր մերակուրը կերան, հետաքրքիր է, մի քանի անգամ շեշտվում է ամենքն ժողովուրդ ջան, չի ասում կեսը կամ 80% ասում է ամենքն ու շարունակում է ամենքն նույն հոգեվոր խմելիքը խմեցին, բասնցիկ խմեին այն հոգեվոր վեմեն, որ անոնց հետ կերթար ու այն վեմը Քրիստոսն էր, բայց անոնց մեջ շատերուն չհավնեցավ Աստված, ատոր համար անապատի մեջ փրված ընկան, ու այն բաները մեզի օրինակ եղան, որպեսզի չար բաներու չցանկան, ինչպես անոնք ցանկացին, ոչ ալ կռապաշտ լնանք, ինչպես անոնց մեջ ոմանք եղան, ինչպես գրված է ժողովուրդը նստավ ուտելու, խմելու ու երան խաղալու, կորնիկություն չնենք, ինչպես անոնցն է ոմանք կորնկացան ու մեկ օրվան մեջ 23,000 հոգի ընկան։
Քրիստոսը չփորձենք ինչպես անոնց մեր ոմանք փորձեցին ու օձերեն խայցվելով մեռան եւ մի տրտնջեք ինչպես անոնց մեր ոմանք տրտնջեցին ու սատակի չեն ջարդվեցան բայց այս բոլոր բաները իբրև օրինակ կպատահեն անոնց իսկ մեզի քանի որ դարևում վերջը հասավ խլատ ընկալու համար գրվեցավ ժողովուրդ ջան Նայք ինչ ասում, խրատ լինելու համար գրվեցավ։ Աստված օգնի, որ մենք փորձենք տեսնել, որովհետև որ մենք հավատացել ենք ասում, ես հասկանում եմ, որ ամենքս էլ հոգսեր ունենք, ես էլ ունեմ, առողջական խնդիրներ ունենք, մենք ամենքս էլ ամեն մեկ իր չափը ունի ժողովուրդ ջան, բայց հավատքի բուն իմաստը կայանում է նրան, որ այդ հավատքը հետաքրքիր Մամվել եղբայրը օրինակ բերեց Մովսեսին։ Մովսեսը մեծ հնարավորություն ուներ լինելու շատ հարուստ մարդ, լինելով հեղինակություն ժողովուրդ ջան, լինելով Եգիպտոսի այն փարավոնի շրջապատում որպես մի պաշտոնյա, բայց հետաքրքիր է, արդյոք այս մարդը այդքան բանը մերժեց։ Միգուցե մեկ ասել այ Մովսես ջան, բաժու խելք ունես, ամեն մարդու տենց հնարավորություն տրված չի, ինչի դու այդ հնարավորությունը չօգտագործեցիր, ժողովուրդ ջան, արդյոք դա զարմանալի չի, բայց խնդիրը ինչու՞մն էր, որտեղ ինքը ուրիշ բան էր տեսնում, ինքը տեսնում էր այն առավելագույնը, ինքը տեսնում էր այն հավիտենականը, որ կարծես թե շատ մարդիկ դա չէին տեսնում եւ մեր օրերի մեջ էլ մեր հավատքը կարծես թե միայն հիմնված է այ գլուխս ցաված ճնշում ես բարձրացավ մի հատ աղոտ կանենք կներեք էլի ես չեմ անարգում ես չեմ էլ ասում որ ոչինչ գլուխա ցաված որ ճնշումը բարձրանում է դեռ ենք խմում բայց Աստված մեր մեջ ուզում է տեսնել են կենդանի հավատքը, ժողովուրդ ջան։ Ես մի քանի օր առաջ էր, մի հատ բան էի նայում վկայություն, ինքան հետաքրքիր էր, մի պատանի տղա էր, Ռակով Իվան, քիմիայից մազերը լրիվ թափվել էր, բայց այդ պատանու մեջ մի հատ հետաքրքիր ուրախություն էի տենում, ժողովուրդ ջան։ Ու իր հետ խոսացողը իրան հարցնում ասում է ինչի՞ց է որ դու ուրախ ես ասում է ես ուրախ եմ որտեվ Աստված ինձ ընտրել է ասում ախր դու այդ հիվանդության մեջ ես դու չէիր ուզենա որ Աստված այդ հիվանդությունից քեզ ազատեր այդ հիվանդությունը տար քո ծնողին մորը թորը կամ քրոջը ասում է չէ ես չէի ուզի որ իրանք տառապեին որտև Աստված ինձ է ընտրել, որտև Աստված ինձ պատրաստում է հավիտենական կյանքի համար, եղբայրներ կրել, ու ամենահետաքրքիրը գիտես ինչ էր, որ ես լսում էի այդ ամեն ինչը, ես տեսնում էի, որ էդի սարքովի չէր, էդի ոգևորություն չէր, էդի ընդամենը ինչ-որ կրոն չէր, ես տեսնում էի պատանի տղայի մեջ, կենդանի հավատք ժողովուրդ ջան, որ այդ հիվանդության մեջ իր հավատքը ուղղված է դեպի երկիր, ժողովուրդ ջան, Աստված ուզում է մեր մեջ այդ հավատքը տեսնի, իսկ որպեսզի այդ հավատքը լինի, մենք պետք է իրոք Աստծո հետ կապ ունենանք, ժողովուրդ ջան, նրա խոսքի հետ, նրա հոգու հետ, եթե այդ կապը չի լինում, կարծես թե լինում է մի տեսակ մակերեսային ինչ-որ հավատ կա լինում մեր մեջ։ Հա կարող է վկայենք էլ ասենք, Տերը այցելեց, սենց գացի, լույս տեսավ, ոնց որ սովորաբար հաճախ հանդիպող բաներ է, լույս տեսավ, խավար էր, լույս տեսավ եւ այլը, բայց թող Աստված օգնի մեզ, ժողովուրդ ջան, որպեսզի իրոք մեր մեջ այդ կենդանի հավատքը լինի եւ միտեղ էլ եմ ուզում կարդալ ու կաղոթենք Եբրայեցիս թղթի մեջ մի այսպեսի հետաքրքիր խոսք կա
3:7-ից եմ կարդում։ Ուստի ինչպես կսե Սուրբ Հոգին, այսօր եթե անոր ձայնը պիտի լսեք, ձեր սրտերը մի խստացնեք, բարկացնելու ատենի պես, անապատի մեջ փորձության օրը ու ձեր հայրերը զից փորձեցին, քննեցին զից, թեպետ եւ 40 տարին գործերս տեսան, անոր համար զզվեցան այն ազգեն ուսի, միշտ մոլորեցան իրենց սրտով։ Հələ պատկերացնում եք, Աստված ասում է զզվեցա այն ազգեն։ Ասում է մոլորեցան իրենց սրտով եւ իմ ճամփաներս չճանչեցան անոր։ Ժողովուրդ ջան, Աստված մեզ կանչել է, որ ես ճանաչեմ իր ճանապարհները, որովհետև այդ ճանապարհները Մովսեսը խնդրում էր անապատի մեջ Տեր, ցույց տուր ինձ քո ճանապարհը, որպեսզի ճանաչեմ քեզ ու քո առջև շնորհք գտնեմ։ Ու ասում է, ուստի երթում էր իմ բարկությանս մեջ, թե իմ հանգիստ սիրտի չմտնեն, նայեցեք եղբայրներ, չլա, որ ձեզ մեկու ներսիտին, անհավատության չար սիրտը լա եւ ապստամբի կենթանի Աստծո դեմ։ Զարմանալի է, չի ասում, չլինի թե ով մարդ, այլ ասում է, նայեցեք եղբայրներ։ Եղբայրներ ասում, եղբայրներ քրոջ, ժողովուրդ ջան։ Այսինքն եղբայրներ լինելով մարդը ընդունակ ապստամբելու։ Եթե ինքը Աստծո հետ կապ չունենա, ցանկացած մարդ ինքը ընդունակ Աստծո դեմ բողոքելու, տրտնջալու, ապստամբելու, ժողովուրդ ջան, որտեվ մարդը ադամ բնություն ունի։ Ու շարունակում է, հապա ամեն օր մեկս մեկ հորդորեցեք, քանի որ այսօր կսվի, որ չլա, թե ձեզ մեկը խստանա մեղքի խաբեությունով, քանզի մենք Քրիստոսին մասնակից եղած ենք, միայն թե այն հաստատության սկիզբը մինչև վերջ պինդ բռնենք։ Մինչև վերջ պինդ բռնենք։ Իսրայել ժողովուրդը մասնակից եղան այդ հրաշքներին, Աստծո գործերին, բայց այդ հաստատությունը ժողովուրդ ջան, նրանք պինդ չբռնեցին, ինչի համար, որտեղ կռապաշտության տրվեցին, անօրենության տրվեցին, մեղքին տրվեցին։ Հիմա շատ դարեր անցել է ու մեզ այս խոսքերով օրինակ է բերում Աստված։ Մենք մասնակից ենք եղել Քրիստոսի։ Մենք հավատացել ենք, որ Քրիստոս մեր համար խաչն է եղել, մեր մեղքերի համար, որպեսզի մեր մեղքերը ջնջվի, ով կարող մեր մեղքերը ջնջել, ժողովուրդ ջան։ Ինչ կարող իր անել, որպեսզի դրանով քո մեղքերը ջնջիր։ Դա միայն եղավ Քրիստոսի արյունով, դա միայն եղավ նրա չարչարանքով Գողգոթայի խաչի վրա, ժողովուրդ ջան, դա մեր համար հաստատություն է, դա մեր համար վկայություն է ճշմարիտ, միայն թե այդ ամենը մենք ամուր բռնենք ու միջև վերջ պահենք, միջև Տիրոջ հավիտենական արքայությունը մտնելը, ժողովուրդ ջան։ Ես մտածում եմ, շատ կարևոր է, այն ժամանակ Տերը կճանչնա մեզ, կասի, ինձ մոտ եկեք իմ հորս օրհնվածներ, որքան կուրախանաս, երբ որ Տերը քեզ տես բաներ ասի։ Դու ուրախությունից չես իմանա ինչ անես։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ժողովուրդ ջան, ամեն։